Ըստ էության պետք է նորից վերահաստատեմ այն, ինչ ասել եմ իմ նախորդ հարցերին պատասխանների շրջանակներում, իրապես կալանքը շատ հաճախ է կիրառվում եւ ես կարծում եմ, որ այն բոլոր դեպքերում, երբ հնարավոր է խուսափել կալանք խափանման միջոցը կիրառելուց, մենք պետք է կարողանանք խուսափել այդ խափանման միջոցը կիրառելուց։ Կոնկրետ այս դեպքի հետ կապված նշեմ, որ ոչ միայն իմ հանձնարարությամբ իմ ներկայացուցիչները այցելել են եւ առանձնազրույց են ունեցել անձի հետ, այլ նաեւ մի շարք հարցեր մեր միջամտությամբ հնդածս լուծում են ստացել։ Հիմա դրա վերաբերյալ չխոսեմ, որովհետեւ վստահ չեմ, որ անձը ցանկություն կունենա, որպեսզի հրապարակային ներկայացվեն այդ հարցերը, բայց նաեւ հստակ ինքս բարձրացրել եմ իր կողմից բարձրաձայնված տարբեր հիվանդությունների, առողջական վիճակի եւ այլնի հետ կապված հարցերը, այդ թվում կալանքի համատեղելիության համատեքստում եւ հույս ունեմ, որ առաջիկայում այս բոլոր հարցերը եւս պատշաճ քննարկման առարկա կլինեն եւ մենք էլ բնականաբար ամենօրյա ռեժիմով ենք հետեւողական այս բոլոր հարցերի